Ողջույն սիրելի երեխաներ։ Ողջույն։ Այսօրվա մեր բաց դասը նվիրված է հայ նշանավորներին։ Ինչի համար ենք մենք կազմակերպել այս բաց դասը, որն է սրա նպատակը։ Երեխաներ, մենք գիտենք, որ մենք մի փոքր ժողովուրդ ենք, բայց այդ փոքր ժողովուրդը ունի մեծ զավակներ, որոնց շնորհիվ մենք դարձել ենք աշխարհի համար ճանաչելի։ Մեր նպատակն է, որպեսզի կարողանաք ճանաչել այդ հայ նշանավորներին, նրանց շնորհիվ ձեր մեջ զարգացնենք հայրենասիրությունը եւ հայեցի դաստիարակությունը եւ նրանց ստեղծագործությունների արդյունքում ավելի գեղեցկացնենք ձեր խոսք կառուցելու կարողությունը։ Իսկ հիմա ուզում եմ ձեզ մի փոքրիկ նախապատրաստական աշխատանքի արդյունքում հայտորոշել, ում եք ճանաչում։ Ես ձեզ ցույց կտամ հայ նշանավորների նկարներից, եթե ճանաչում եք, ձեռք բարձրացրեք եւ ասեք, թե ով է այդ նշանավորը։ Պայմանավորվեցինք։ Այո։ Ապատում հայ մեծ Աշուղ է նվագել է Քամանչը։ Շատ ապրես, հայ մեծ Աշուղ է եւ նվագել է Քամանչը։ Ով է պատկերված։ Համոս Սայան։ Համոս Սայանը ծնվել է ապրիլի 14-ին 1914 թվականին։ Լոռու մահացել է ապրիլի 17-ին 1993 թվականին։ Հայ բանաստեղծ։ Շատ ապրես։ Ով է պատկերված։ Հասարամ ջան։ Հայ մեծ քննադատու հասարակական գործիչ Վահան Տերյանը ծնվել է 1985 թվականի փետրվարի 9-ին Ջավախքի Գանձյան գյուղում, մահացել է 1920 թվականի հունվարի 7-ին, բանաստեղծ։ Շատ ապրես։ Բանաստեղծ է։ Ով է պատկերված։ Հովանեշիրը ծնվել է 1915 թվականին և մահացել է 1984 թվականին։ Ով է Հովանես Շիրազը։ Հովանես Շիրազը բանաստեղծ։ Գրող բանաստեղծ է։ Ով է պատկերված։ Հովանես Թումանյանը։ Հովանես Թումանյանը, չէ՞ պատկերված։ Ինչ գիտես Թումանյանի մասին։ Երբ է ծնվել։ 1865 թվականին։ Հիշում ես որոնն է ծնվել։ Իսկ մեզ համար, հայերիս համար բացառիկ նշանավորը ով է։ Ինչ գիտեք Մեսրոպ Մաշտոցի մասին, Միլենա։ Ճանաչում ես Մեսրոպ Մաշտոցին։ Ով է Մեսրոպ Մաշտոցը։ Ով է։ Արամ։ Մեսրոպ Մաշտոցը գրել է մեր տարրերը։ Այ գրերը ստեղծողն է։ Հիմա երեխաներ, շատ լավ է, որ ճանաչեցինք հայ նշանավորներին իրենց նկարներով։ Իմացանք նրանց մասին որոշակի տեղեկություններ։ Դասի սկզբում ես ասացի, որ նրանց ստեղծագործությունների արդյունքում պետք է զարգանա մեր խոսքը։ Իսկ դուք ծանոթ եք նրանց գրած ստեղծագործություններին։ Այո։ Ով կարող է արտասանել մեզ։ Սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, իմ սրտի մեջից թե սիրտս ճեղքես, դրոշի բոցը պիտի հուրերա, չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, սակայն իմացիր հայրենիքի մեջ, քեզ 100 տեղով խոցեց թշնամին, բայց 1000 տեղով իմ սիրտը խոցվեց, ես ամբողջովին քոմն եմ հայրենիք, եմոմի նման ճամպեքի վրա քո փարթի համար, թե մի օր վարվեմ, մոխրաբից անգամ իզնից չմնա։ Ով է գրել։ Հովանես Շիրազը։ Շատ ապրես։ Դավիթ։ Իշքան ցավ եմ տեսել ես, ներ ու դավ եմ տեսել ես, տարել ներել ու սիրել, պատը լավ եմ տեսել ես։ Ով է գրել։ Հովանես Թումանյան։ Թումանյանի քարյակներից։ Ասա Արամ ջան։ Կորցրել եմ ու գտնեմ, տեղը դիմացուր գտնեմ, բան եմ գալիս ես ու ինք ես ու գալու դուր գտնեմ։ Ապրե։ Շատ ապրե։ Տեսենք մեր մյուս խումբն ինչ է անում։ Շատ ապրե։
Համբարձումյանի, Որ խումբն է ձեր խումբը։ Աստղիկ։ Լսում ենք։ Վիկտոր Համբարձումյանը դեռևս 5 տարեկանում ազատ խոսում էր ռուսերեն և հայերեն, գրում էր և կարդում։ 5 տարեկանում արդեն դպրոց էր գնում, ոչ այդ տարիներին 7-8 տարեկանից էին գնում դպրոց։ Այն էլ շատ քիչ էր։ Ահա, ունեք լրացում։ Լսում ենք։ Վիկտոր Համբարձումյանը 1913 թվականին երբ ընդունվեց վարժանան տնօրենը սկսեց հացիփորձ ունել, որն է աշխարհի ամենամեծ թիվը։ Աշխարհի ամենամեծ թիվը չկա, ինչ թիվ էր, ասեք ես գումարի 1 և 20-ով ավելի մեծ թիվ։ Ինչի վրա է հիմնված երկրագունդը և քանի անգամ մեծ արևից։ Երկրագունդը գոշու բանի վրա է հիմնված շղի, և արևն է միլիոն անգամ մեծ երկրագունդից։ Վիկտորը շատ ու շատ հարցերի է պատասխանում։ Եվ նրա բոլոր հարցերն էլ ինչ են անում։ Զարմացնում և հիացնում են, չէ՞ ականատեսներին։ Ունեք լրացումները։ Այ օրինակ կարող ես ասել ում է հանդիպել Վիկտոր Համբարձումյանը։ Վիկտոր Համբարձումյանը Հովհաննես Թումանյանին։ Իսկ ինչ է ասել Թումանյանը Համբարձումյանի մասին, գիտես։ Ես արդեն կարող եմ հանգիստ լինել այլ ժողովրդի ապագայի համար, որովհետև տեսնում եմ այս տղային։ Որովհետև տեսնում եմ այս տղային։ Ունես էլի լրացումներ։ Ինչի մասին էին խոսում Թումանյանն ու Համբարձումյանը, գիտես։ Թումանյանն ու Համբարձումյանը խոսում են Սիրիուսի մասին։ Ասում են, թե նա դրանից առաջ է գրել։ Հետո, դրանից հետո գրեց։ Դրանից հետո գրեց Սիրիուսի հրաժեշտը։ Իսկ ինչ է Սիրիուսը։ Աստղի անունը։ Աստղի անունը։ Իսկ ինչ որ բան ձեզ հայտնի է Վիկտոր Համբարձումյանի ընտանիքի մասին։ Այո։ Ինչ գիտեք։ Վիկտոր Համբարձումյանի հայրը զբաղվել է պոեզիայով, գրող էր և թարգմանիչ։ Նրա մայրն էր կատակասեր կին էր։ Կատակասեր կին էր և բարի։ Եվ Վիկտոր Համբարձումյանը հիշում է իր մորը, սիրտը նվաղում է կրծքի տակ։ Վիկտոր Համբարձումյանը ունի 4 զավակ 8 թոռ։ Շատ լավ։ Ունեք լրացումներ Վիկտոր Համբարձումյանի հետ կապված։ Շնորհակալություն մեր Աստղիկ թիմին, իսկ հիմա լսենք մյուս թիմին։ Պատրաստ եք։ Ով է ներկայացնելու ձեր թիմը։ Ունեք պատրաստած։ Ումն է ձեր թիմի անունը կասեք։ Ես Արամն ներկայացնում եմ Լուսի խումբը։ Մեր խումբը ներկայացնում է Հովհաննես Ադամյանը։ Հովհաննես Ադամյանը ծնվել է 1875 թվականի փետրվարի 5-ին։ Ծնվելով Բաքվում նա ապրել է խոշոր նավթ արդյունաբերող Աբգար Ադամյանի ընտանիքում։ Սովորել է Բեռլինի Մյունխեն համալսարաններում։ Հովհաննես Ադամյանը հայ գյուտարար էր, նա ստեղծել է գունավոր հեռուստատեսությունը։ Հովհաննես Ադամյանը կատարել է 21 գյուտ։ Հովհաննես Ադամյանը շատ լավ ջութակահար է և նաև շատ լավ նկարում է և շատ լավ շախմատ է խաղում։ Շատ լավ, իսկ որտեղ եք պատկերել, սա ինչի նշանն է, սա ինչի նշանն է։ Այդ երկու հեռուստացույցներն են Հովհաննես Ադամյանը։ Այսինքն ինչպիսին էր մինչև Հովհաննես Ադամյանի գյուտը։ Սև և սպիտակ, իսկ երբ նա ստեղծեց արդեն գունավոր էր։ Արդեն գունավոր էր։ Մենք կարողացանք պատկերները տեսնել իրենց բնական գույներով։ Մենք ինչու կազմակերպեցինք այս դասը, որովհետև մենք ենք շարունակությունը այդ նշանավորների։ Եվ քանի որ մենք շատ սիրում ենք հայ բանահավաքությունը երաժշտության ասպարեզում, ես կցանկանամ, որ որպես դասի վերջաբան լսենք Կոմիտասի կռունկը։